Հերթական կանձերի տոպրակն է հասել ինձ և եկեք միասին նայենք, թե ինչ կա մեջը։ Առաջինը այսպիսի խխունջիկներ են, բավականին հին, երևում է, որ անցրել են առանց հանելու, նույնիսկ վրայի պերլամուտրն է փայլը կորցրել։ Երկրորդ տոպրակում նռնակար է, սովորական, չեմ բացի, որպեսզի չթափվի, թելը կտրված է, բացի այդ նռնակար շատ եք տեսել։ Երրորդ տոպրակը, այս է հետաքրքիր ու երբեք տեղ չի եղել իմ ձեռքերում այսպիսի հլումներ, սա ապակու հլումներ են, հավանաբար Սվարովսկի ապակի է, ինձ համար շատ հետաքրքիր կլինի սրա հետ աշխատել, բավականին ծանր է, սրանցից հաստատ օղ չի ստացվի, փորձեմ կուլոն սարքել գոնել։ Երրորդ տոպրակում լրիվ նոր զարդեր են, սա հավանաբար պլաստմասե մարգարիտներ են, նույնիսկ ապակի չի, իսկ մյուսը մանր նռնակար է, էլի պլաստմասե զարդերի դեպքում շատ կարևոր է հասկանալ կարելի է լվացնել, թե ոչ, սրա մետաղական մասը արդեն գույնը կորցրել է, իսկ հլումները բավականին փայլուն են, հետևաբար կարելի է հանգիստ լվանալ, որովհետև եթե այսքան ժամանակ կրելուց ինքը չի կորցրել իր փայլը, հավանաբար լվացնելու ընթացքում ևս չի կորցրել։ Մանր կապույտ բիսեր է, շղթաներ են տարբեր, որոնք հնարավոր է փական լինելու դեպքում որպես շղթա օգտագործվի, մանյակ է, որի շղթան է գույնը կորցրել, հավանաբար փոխելու համար են ուղարկել ինձ, թե ինչ, անցնենք գործի։ Եթե գիտեմ, որ իմ ձեռքում լրիվ նոր ուլունքներ են, նոր կնված, երբեք չեն կրել, ես դրանք ուղղակի լվացնում եմ զառաչրով, որպեսզի վրայից փոշին հեռացնեմ, բայց եթե այդ ուլունքները կրել են գոնե մի անգամ, ապա անպայման դրա վրա մնացած կլինի մարմնի մասնիկներ, մակիաժի մասնիկներ, եթե օծանելիք են ցանվում, շատ հաճախ օծանելիքի մասնիկներ, կան քարեր, որոնք որ օծանելիքից սկսում են ճաքել, նամանավանդ բնական քարերը շատ զգուշությամբ պետք է օգտագործել թե կոսմետիկա, թե օծանելիք, դրա համար շատ ժամանակ խորհուրդ եմ տալիս օծանելիքը չցանել հենց զարդի վրա կամ այն վայրը, որտեղ պատրաստվում եք զարդ կրել։ Եվ հաջորդ խորհուրդը, որ կուզենայի տալ, մի փորձեք տնային պայմաններում լվացնել զարդերը, որովհետև դուք չգիտեք, թե այդ քարը տվյալ ռեագենտի կամ ջրի ազդեցության տակ ինչ ռեակցիա կտա, որովհետև կան քարեր, որոնք աղի հիմք ունեն և կարող է ուղղակի հասարակ ջրի մեջ մտցնելիս իրանք հալվեն։ Իհարկե ոչ այն արագությամբ, ինչ արագությամբ աղն է հալվում, բայց եւ այնպես։ Դրա համար զարդերը լվացնելուց առաջ ես բավականին երկար այսպես նայում եմ, թե ինչ կեղտոտություններ կան, արժե քիմիական ռեագենտներ լցնել, թե չարժե, եթե մարգարիտներ են, ինչ քիմիական ռեագենտների դեպքում իրանք կարող է պատասխան տան, ինչ ռեակցիա կարող են տալ, մի խոսքով։ Իսկ հիմա անցնենք երևի թե այս զարդի պատմությանը։ Ուրեմն քանդելու ընթացքում մարմնովս ծարսուռ էր անցնում ու տպավորություններ, ոնց որ ուզում եմ անդադ լացեմ ու այդ լացը կանգնած է կոկորդիս ու նույնիսկ չեմ կարող կուլ տալ։ Ընթացքում ուզում էի անընդհատ շոյել այս խխունջիկներին, խխունջի կտորներ են, պերլամուտրի կտորներ են, ու ես ուզում էի անընդհատ շոյել, անընդհատ փող քշել։ Իմ ուղեղում երկու բառ էին ընդամենը՝ ցավ ու լաց։ Ու երբ հաջորդ օրը զանգեցի պատվիրատուիս հետ խոսեցի, հարցրեցի, թե ում զարդն է, ով է կրել, իմացա, որ շատ դաժան պատմություն ունեցող, դաժան կենսագրություն ունեցող մի կնոջ զարդ է։ Այսպես ասեմ, անմեղ մեղավոր բոլորի աչքերում, ամբողջ կյանքը տանջված, ամուսինը խմող, հավանաբար ընտանեկան բռնության զոհ, հավանաբար ինքն է տարել ընտանիքի հոգսերը և բավականին շուտ վաղաժամ մահացել է ավտովթարի հետևանքով, թողնելով մանուկ երեխային և հավանաբար մտքերն էլ մնացել են այդ երեխայի հետ, թե ինչպես կլինի առանց իրա։ Եվ այսպես, ռեագենտը լցնելուց հետո, մի ամբողջ գիշեր թողնելուց հետո ևս մեկ անգամ եմ լվացրել, դրանից հետո մաքրել եմ մանր այսպիսի չոտքերով, 3 չոտք եմ ծախսել, միայն 3 խոսանակ եմ ծախսել, որպեսզի բոլոր մանր մունր հատվածներից բոլոր աղտոտվածությունները հանեմ, և դրանից հետո, երբ որ չորացավ, զգացի, որ վրայի պերլամուտրը շատ ներսի կողմից հոյակապ փայլում է, իսկ վրայի կողմից ոնց որ խունացած լինի, և ծակերը այնպես է արված, որ հնարավոր չէ հավաքել այնպես, որ գեղեցիկ փայլուն հատվածը երևա,
Եվ որոշում ընդունեցի մի հատ էլ խոզանակով բաֆով մաքրել վրայի հատվածը, որպեսզի բացեմ պերլամուտրի փայլուն շեշտը։ Պերլամուտրը այդպես շեշտ առ շեշտ է հավաքվում, եւ եթե վրայի շերտը պոկվում է, վրայի շերտը խոնանում է, կարող ենք բացել տակի շերտը ու շատ սիրուն նորից կսկսի փայլել։ Իսկ հիմա ցույց տամ, թե հանկարծակի այս տարի որոշեցինք, որ մամային ու ապերին ծնունդ չենք անում, եւ հանկարծակի եղբայրս ինքնաբերաբար որոշեց, որ մենք գնալու ենք Հաղվատ։ Միայն մենք ընտանիքով որոշեցինք, նստեցինք ու գնացինք։ Օրվա կեսին էր, ճիշտն ասած, բայց բավականին շուտ հասել ենք, բավականին լավ։ Հաղվատից հետո մի հատ էլ որոշեցինք, որ քանի որ Զառնիպառնին մոտ է, մի հատ էլ Զառնիպառնի գնանք։ Մտել ենք նաև Քարանձավը։ Հիանում եմ այստեղի բնությամբ, հիանում եմ լեռներով։ Ես չգիտեմ, թե ով է այս օբյեկտի տերը, ով է Զառնիպառնի Քարանձավը մաքրում, ով է տեղանքը բարեկարգում, բայց ուզում եմ ասել, որ մեծերով եմ եղել, Զառնիպառնիում եմ եղել, համեմատությամբ ես զգում եմ մեծ ճաշակ, թե ինչ մեծ ճաշակով է ամեն ինչ արված, ինչ նրբությամբ է ամեն ինչ արված։ Ահա հասարակ դետալ, զուգարանը, եւ տպավորություն է, որ ինչ-որ մի հյուրատուն է, ինչ-որ մի արվեստանոց է, չգիտեմ, պատերի սալիկապատումից սկսած մինչև վերջին դետալը, զուգարանում նկար կախելը, դիմացը սեղան դնելը, որպեսզի ինչ-որ եթե երկուսով են եկել զուգարան մտնելու, մեկը դրսում նստի սպասի, մինչև մյուսը մտնի, հետո մյուսը։ Ես նկարները, թե ինչ գույնով է պատերը ներկված, թե ինչ ձևով է դասավորված սեղանները, ինչպես է մենյուն կազմված, ամեն ինչի մեջ զգացվում է մեծ հոգատարություն եւ մեծ ճաշակ։ Ես իսկապես շատ զգացված եմ այդ օբյեկտից եւ լավագույն խոսքերը միայն։ Տուն ենք հասել գիշերով, իսկ այդ ընթացքում, երբ մենք տանը չէինք, մայրիկիս լիքը ծաղիկներ են նվիրել։ Գիտեք, որ ինքը ուսուցչուհի է ու լավ ուսուցչուհուն միշտ հիշում են իր ավարտած աշակերտները, ծնողները, նույնիսկ Ռուսաստանից էին ծաղիկներ ուղարկել, որի համար շատ շնորհակալություն, իսկ ես հոգատարությամբ մի ամսվա ընթացքում կաշխատեմ, որ մի ամիս այդ ծաղիկները ապրեն, հոգատարությամբ կնայեմ այդ ծաղիկներին, կխնամեմ։ Եվ հաջորդ պատվերը, հիմա կասեք ուլունքները դες չես վերջացրել, հիմա էլ հաջորդ պատվերից ես խոսում։ Ուլունքների համար AliExpress-ից ահագին դետալներ ու բաներ եմ պատվիրել ու սպասելու եմ մինչև դրանք կան, որպեսզի ուլունքները վերջացնեմ։ Իսկ առայժմ պատվիրել են խալաթ դեյրայը, խալաթ զգեստ է, որի երկարությունը փեշեր պիտի կարճացվի, իսկ թևերը պիտի երկարացվի։ Եվ փեշերի կտրած կտորով ես որոշեցի, որ երկարացնելու եմ թևերը։ Ինչ է ստացվելու, ցույց կտամ հետո։ Եվ ասեմ, որ այս նույն պատվիրատուն ոչ թե մի, այլ մի քանի պատվեր է տվել միանգամից, որպեսզի մի քանի անգամ չգնա ու գա։ Ուրեմն ունենք այսպիսի շորիկ, որը պիտի լայնացվի հենց վերևի հատվածում, ու կան նորմալ նստում է, իսկ այ վերևը դոշի հատվածը չի կոճկվում։ Եվ չափու ձև անելուց հետո որոշեցի, որ մեջտեղի հատվածն եմ փոխելու։ Սկզբում իհարկե նորմալ լեգալ եմ կառուցում, չափերը վերցնելով ամեն ինչով, որպեսզի ճիշտ նստի եւ հասկանամ, թե որ մասն է, որ սեղմում է, որ մասն է, որ կարիք կա լայնացնելու։ Բացի լայնացնելը, նաեւ պատվիրատուս խնդրեց, որպեսզի մի քիչ էլ բարձրացնեմ բացվածքը, որպեսզի կուրծքը փակ լինի։ Մի խոսքով սա աշխատանքի ընթացքն է։ Եվ բացի դրանից պատվիրել է 2 հատ գիշերանոց հին չտից կտոր է, իհարկե կարելուց առաջ դեկանում եւ հին լեգալներով եմ կարել։ Եվ վերջում ցույց տամ իմ 2 հերոսությունները, այս մեկը իմ պատուհանները լվալու արդյունքն է, ռադիկալ լվացել եմ։ Եվ երկրորդը իմ այս ամսվա ռեկորդն է քայլերի քանակով, ինձ թվում է այս ամսվա ընթացքում այլ այսքան չքել եմ երբեք։